Աստվածապաշտ մարդու համար կյանքի փոփոխությունը օրհնության նոր դռներ բացվելու նման մի բան է։ Դրա համար, սիրելիներս, երբ որ ձեր կյանքում ինչ-որ փոփոխություններ են լինում, ենթադրենք բնակավայրի փոփոխություն, կամ աշխատանքի փոփոխություն, կամ ընկերների փոփոխություն, երբևէ մի տրտնջացեք, այլ փոխարենը ուրախացեք և վայելեք, որովհետև փոփոխության մեջ թարմություն կա, թարմության օծություն կա։ Այսինքն, եթե Աստված թույլ է տվել, որ քո կյանքում ինչ-որ մի իրավիճակ փոփոխվի, թեկուզ բնակավայր, նորից եմ ասում, թեկուզ աշխատանք կամ ընկերական միջավայր, ուրեմն դու հաստատ իմացիր, որ նոր բաներ ունես սովորելու, նոր հետաքրքիր ճանապարհ է բացվել քեզ համար։ Ես առհասարակ հավատքիս կյանքի ընթացքում 30 և ավելի տարիներ է ինչ աստվածպաշտության, Աստծո ճանապարհի մեջ եմ, ես հասկացել եմ մի բան, որ կյանքի փոփոխությունից երբեք չպետք է վախենամ, խուսափեմ, այլ ընդհակառակը պետք է ուրախանամ, որովհետև իրականում ամեն անգամ, երբ որ փոփոխությունը իմ մեջ ինչ-որ ներքին վախեր է բերել, ես հասկացել եմ, որ դա մարդկային վախեր են, որը որ Աստծո կամքով չի, Աստծո ուզածի պես չի։ Այսինքն, իմ կյանքում այսպիսի մի բան եմ ես հասկացել, ու միշտ ասում եմ, եթե բույսը իր հողին չհարմարվի, կչորանա։ Դե ուրեմն, սիրելիներս, Աստված տեսնում է, որ ինչ-որ մի իրավիճակի մեջ դու քո մարդկային հոգին, այսպես ասած, չորանալու վտանգի տակ է։ Դրա համար, նույնը կասեմ աշխատանքի համար, աշխատանքային մասնագիտական գործունեության մասին, կամ ասենք ընկերական շրջապատի մասին, Տերը տեսնում է, Տերը մեզնից ավելի շուտ է նկատում, որ չորանալու վտանգի տակ ենք և մեզ վերցնում տեղափոխում է, թե բնակավայրը, թե մասնագիտական աշխատանքային այդ գործունեությունը և թե ընկերական միջավայրը։ Փառք Հիսուսին, որ Տերը միշտ ժամանակին հասնում է։ Փառք ու փառք Հավիտյանս, ամեն։